Հանդիպեցի Ռաֆին։ Հա, Էլի շավոյի վրով էր բոշկա գլորում։ ոչ միայն։ Դու գիտեր, որ Բոշը Շավոյին $1 միլիոն փող ա տվել, որ թագը դնեն գլխին։ Ռաֆն ասե։ Հա, Այդս խոսակցություններ կային ու ոչ մենակ բոշի վրով։ Բայց հիմա այդ չի կարևորը։ բա ինչը։ Որ Ռաֆը քո հետ է կիսվի այդ հարցերով։ Այդ լավ ա թե վատ։ Դժվար ասել։ Կամ ստուգում ա, կամ էլ վստահում ա ուզում ա հետը թույսեր կապի։ Ինձ վրով բան չասեց։ Չէ, քո վրով չէ, մենակ ասես, որ քաղաքում շուտով լուրջ փոփոխություններ ալնելու։ Ժամանակն ա շավոյին գծերից գցել։ Բիձեն լրիվ նյութը կորցել ա։ Ու մենք կօգնենք իրան այդ հարցում։ Էլի բան կա, որ չես ասում։ Հա, կա, պապ։ Բոշից խոսակցություն գնաց։ Ռաֆն ասես, որ բեսպրիձայշիկի մեկն ա եղել, ու հալալ է այն տղունով, որ դրան ճամփել ա։ Հուսով եմ ավել պակաս բան չես խոսացե։ Ես միամիտ տղա չեմ, պապ։ 4 հատկաց ու վсё։ Մեկ էլ ասում էր, որ ինքն ա Շավոյին ստոպ տվել, որ Բոշի թեման վրիցս անեն։ Ես էլ ասեմ։ Բիձեն ինչի ա զատնի դրե։ Ես էլ ասեմ, խի ձենձուկ չկա։ Բեկ, հիմա դու քեզ պիտի ճիշտ պահես։ Վաղը մյուս օրը որ բարձանաս, սաղ քաքերը ջրերես են հանելու ու դնեն դեմդ։ Ես այդ լավ հասկանում եմ, պապ։ Մեր ընկերությունը Հերիք չի։ Հա, ես էլ եմ դες մտածում։ Ինչ ես մտածում։ Չեմ հիշում, որ հեղինակն ասել, բայց շատ լավ ասել։ Գրակը տուր։ Ինչ ասել, որ ասում է, եթե ուրիշի համար փոս ես փորում։ Հա։ Մի հատ քո համար փորը, որովհետև վաղ թե ուշ դու ես այդտեղ հայտնվելու։ Իսկ այդ հեղինակը չի ասել, ինչ պետք է անել այն դեպքում, երբ աղջկան Հարսենիքի հենց հաջորդ օրը գողանում են, դաժանաբար բռնաբարում, հետո այդ նույն դաժանությամբ սպանում են։ Համ։ Մի քանի օր առաջ ես ուզում էի դատավոր դառնալ։ Մարդ, ով որ պետք է խոսար արդարադատությունից։ Իսկ այսօր ես իմ ձեռքով մարդ եմ թաղում։ Ախպեր հասկանում եմ ինչ ես ասում։ Բայց այս ամեն ինչը մենք չենք ընտրել։ Ես քո հետ համաձայն եմ, ոչ էլ վիճում եմ քո հետ։ Ես իմ արածի համար չեմ փոշմանում, բայց մի բան հաստատ պարզ է, որ մեր կյանքը էլ առաջվանը չի լինելու։ Դե մեր կյանքը նանեի սպանությունից հետո փոխվեց։ Ուղղակի մենք չնկատեցինք, երբ անցանք այդ սահմանը։ Ես մի բան գիտեմ, որ հրաժեշտ եմ տալու իրավաբանությանը։ Չէ, ախպեր։ Քո համար էլ ամեն ինչ վերջացած չի։ Վերջացած է ախպերս։ Ամենայն դեպս մասնագիտության պահով վերջացած է։ Ամենապահը։ Այսօր Լիայի մոտ եմ եղել։ Փաստորեն բան չի ասել։
Չէ, չի ասել։ Բայց ինչի էր գնացել որ։ Դու գիտես։ Բա փաստորեն չես վստահում ինձ։ Որ չվստահի, չէի ասի։ Վստահում ես, բայց ամեն դեպքում մտածում ես, որ ես եմ Նանեին։ Նանեն իմ համար ոչ մի բան է։ Ես քո մասին եմ մտածում։ Հասկանում եմ, երես։ Բայց ես ուզում եմ, որ ինձ վստահես ու իմանաս, որ ես Նանեին չեմ սպանել։ Բայց այդ լիան վստահելի աղջիկա։ Դե հա։ Դրա համար էլ գնահատում եմ։ Հիշում ես, չէ՞։ Վաղը մորդ ծնունդն է։ Հա։ Շատ մարդալ է նո։ Ոնց որ միշտ էլի։ Մորդ բարեկամները մենակ մի 200 հոգի կլնեն էլի։ Մեծ սյուրպրիզ ունեմ անելու։ Են ռուս հայտնի երգչին եմ բերելու, որ երգի։ Հա։ Մաման միշտ սպասում էր, ասում էր, երբ պետք է գա Երևան համերգ տա, որ գնամ համերգին։ Երևան գալու է, բայց մորդ ծնունդին երգելու համար։ Հա, մաման շատ կուրախանա։ Հանգարց մորդ բան չասես, որ սյուրպրիզ լինի։ Չէ, չեմ ասի։ Բեկի ավտոն է։ Ստեղ չէ, սակ։ Կնստենք բեկի պոչին, հետո հարմար մի տեղ կբռնստենք։ Դուրս եկա։ Պապետ քարերի թեմայով է ուզում խոսանք։ Էմիրատներից լավ ալիք կա, քեզ գնով տալիս են։ Կարգին ապրանքա։ Ապրանքը շատ լավն է, թղթաբանությունը նորմալ չի։ Կարոջի գողացած է։ Կապվի սրոյի հետ, եթե դաբրո տվեց վեկալեք։ Եղավ, պապ ջան։ Ուզում եմ տենաս քեզ ով սպանել։ Ինչ չլսեցիք, ու հիմա անգերներիդ հետ մի ոտով արդեն գերեզմանում եք։ Նստեք։ Ձեր հարցակման հետևանքով Ջանոն ու իր թիկնապահը մահացել են։ Բեկը սաղ է մնացել։ Դրան վիրահատել են, ճիշտ է վիճակը ծանր է, բայց կապրի։
Ոնց այդ հնարավոր։ Հիմա այդ չի կարևոր, այլ այն, թե ինչա լինելու ձեր հետ։ Անկախ նրանից, որ բեկը հիվանդանոցում է, վաղվանից ձեր հետևից որսա սկսվելու։ Մրդոնը ամեն ինչ խոստովանել է։ Ասել է, որ բեկն է եղել։ Իսկ ուր է հիմա Մրդոն գոր։ Ոնց կարակ մարդկանց ապացուցենք, որ ամեն ինչ հենց տենց եղել է։ 6 հոգի մարդ ենք եղել։ Ու բոլորս էլ լսել ենք։ Ձեզ կպատասխանեն, որ մարդուն տանջել եք, դրա համար ինչ ուզել եք, էդ էլ ասել է։ Ու դրանով հարցը կփակվի։ Հանուն ինչի ես պիտի սուտ խոսամ։ Այդ աննասունը նանային է սպանել։ Կներեք։ Ես հասկանում եմ քեզ, բայց մեր աշխարհում ամեն ինչ ուրիշ կերպ է աշխատում։ Գոնե նկարեիք դրան, որ ձեռներիդ մի բան ունենայիք։ Չհասցրինք։ Ես եմ մեղավոր։ Արդեն ուշ է զղջալու համար։ Դուք արել եք այն, ինչ արել եք։ Ու հիմա պիտի անհետանաք, մինչև ես փորձեմ հարցին լուծում գտնեմ, Ինչքան ժամանակով։ ինչքան որ պետք է։ Այդ բարդ կլինի։ Տղերքը աշխատում են, սովորում են։ Սևակը ռազմական ակադեմիայում է։ Դրա մասին ավելի շուտ էր պետք մտածել։ Իսկ հիմա մոռացեք ձեր նախկին կյանքը։ Դուք հիմա բոլորս կենթանի թիրախներ եք ու ձեզ բոլորիդ անհետանալա պետք։ Մոտիկ գյուղերից մեկում տուն կա, որի մասին ոչ մեկ չգիտի։ Ժամանակավորապես այդտեղ կմնաք, մինչև հասկանանք ինչ ենք անում։ Հարազատների ընտանիքի անդամների հետ կապի դուրս չեք գալիս։ Մինչև հասկանամ ինչ ենք անում։ Ջուրա, հացա, օրը մեջ տղեկից մեկը կբերի։ Ձեր մոտ հեռախոս կլինի, որով իմ հետ կկապնվեք մենակ։ Հիմա գնացեք, ամեն րոպեն թանկ է։ Կներես թարգում։ Ավակի եթե չանեի, ինչ չէի ների։ Հետո կխոսանք այդ մասին։ Հիմա պետք է քեզ պրկել։ Ինչ նորություն կա բրեկից։ Վիրահատել են ռեանիմացիայում։ Բժիշկներն ինչ են ասում։ Ասում են վիճակը կայուն է։ Ովքեր են եղել կուրսի չեք։ Մարդիկ տարբեր բաներ են ասում։ Օրինակ, ինչ։ Բեկն այդ աղջկան բռնավորել է դու սպանել։ Չէ, Որտեղից քեզ այդքան վստահություն։ Ջանոն էլ տենց կասկածներ ուներ, բայց հետո հաստատ ստուգել է։ Բեկը այդ թեմաների մեջ չկա։ Ու ջաները չես եղել։ Ինչի։ Գործով տեղեր ուղարկել։ Մարդիկ կուրսի են։ Բեկը որ ուշքի եկավ։ Ես պիտի առաջին հետը խոսամ։ Խաբար կան։ Բարև ընկեր Վարդան։ Բարև, որ ջան։ Դեմքիցդ դատելով լավ լուրով չես եկել։ Հա, խոսելա պետք է։ Գնանք սենյակ։
Հա, Վարուժ։ Որտեղ ես Դավիթ։ Տանը։ Ուզում ես ասես տեղյակ չես, ինչ ա եղել։ Չէ, ինչ ա եղել որ։ Բեկի վրա զինված հարձակում ա եղել։ Հերն ու թիկնապահը զոհվել են։ Ինքն էլ մահամերձ հիվանդանոցում ա։ Դու ինձ բան չունես ասելու։ Ունեմ։ Շատ ափսոս, որ այդ անասունը կենթանի ա մնացել։ Լսի, դու չես հասկանում ինչ ա կատարվում։ Եթե դու կապ ունեք այդ մահափորձի հետ, ես ավելի լավ ա քեզնից իմանամ։ Չէ, չունենք։ Դες մի տեսակ հավատս չի գալիս։ Դու հարցրեցիր, ես պատասխանեցի, Վարուժ, հիմա կներես երկրորդ զանգակալից հետո կխոսեմ։ Սպասիր, Դավիթ։ Ինչի ավելի շուտ չեք եկել իմ մոտ։ Այդ ինչ էր փոխելու։ Շատ բաներ փոխելու։ Ես ձեզ կբացատրեի, որ ճիշտ ուղղություն չեք ընտրել, որ սա ճանապարհը դեպի աղետ։ Մենք լրիվ ուրիշ բան էինք մտածել, բայց լրիվ ուրիշ բան ստացվեց։ Դուք ձեզ փակ ուղի եք մցրել։ Կապվել եք մի հանցագործի հետ, ում համար մարդը ոչ մի արժեք չունի։ Սա քո հետ չպետք է պատահեր։ Դու համար տղա ես, բայց ոչ արկածախնդիր։ Այս արկածախնդրություն չի։ Նանեն ինչ էր արել, որ իր հանդեպ տես դաժան վարվեցին։ Եթե տանասունին ժամանակին բռնեին ու ամեն մեկ իր տեղում լիներ, հնարավոր է որ սենց բան չլիներ։ Ինձ պետք է շուտ ասեիք։ Ընկեր Վարդան, դու իմ համար շատ բան ես արել։ Ես չէի ուզում քաշեի քեզ այս պատմությունների մեջ։ Ես կօգնեի ու վստահ եմ, որ ամեն ինչ այսքան հեռու չէր գնա։ Ես իմ ընտրությունն արդեն արել եմ։ Ու այդ պարտադրված ընտրությունն ա եղել։ Եթե մի ճանապարհ տանում է դեպի անդունդ, դա ընտրություն չի։ Դա անխուսափելի կործանում է։ Ես չգիտեմ հələ ինչքան եմ փախած մնալու։ Ու առհասարակի մետ ինչ կլինի։ Բայց ես ուզում եմ հանգիստ լինեմ, որ մերս մենակ չի մնա։ 2 տարվա իմ բացակայությունը մորս վրա շատ վատ է ազդել։ Ճիշտ է, այդ ինքն ինձ չի ասել, բայց ես զգում եմ։ Ես ամեն ինչ կանեմ, որ մորդ կողքին լինեմ։ Բայց իմ խոսքն ու ներկայությունը ոչ մի արժեք չունենա, եթե դու հետ չվերադառնաս։ Հորդ մայից հետո դու նրա միակ հույսն ու ապավենն ես, ու դու պետք է խոստանաս ինձ, որ ողջ հետ ես վերադառնալու։ Ես խոսք եմ տալիս։ Ես հետ կգամ։ Դե կապի մեջ կլինենք։ Ինչով կարամ կօգնեմ, Գորջան։ Շնորհակալ եմ ամեն ինչի համար, ընկեր Վարդան։ Իմ խաղաղ երեկոն է հիմա մեղմալույս և տխուր և անուր քեզ երբեք սիծը չի մոռանա իմ մաքուր առաջին իմ անուր իմ խաղաղ երեկոն է հիմա մեղմալույս և տխուր և անուր քեզ երբեք սիծը չի մոռանա իմ քնքուշ առաջին իմ անուր տարիներ կսահեն կմեռեն երազներ բոլոր քո պատկեր անես կպահեմ օրերում անասած ու
կսահեն կմեռնեն երազները բոլոր քո անունը հավեր կպահեմ օրերում անհաստատ մոլոր Եվ տանջանք և բեղում և թախից Սևորեր եզեր շատ կտեսնեմ Քո անունը հավերժ կպահեմ Սուտ կյանքի և դառը մահուդեմ Ախ և տանջանք և բեղում և թախից Սևորեր եզեր շատ կտեսնեմ Քո պատկերը անց կպահեմ Սուտ կյանքի և դառը մահուդ է Տարիներ կսահեն Ախ մեռնեն երազները բոլոր Քո անունը հավերժ կպահեմ Սուտ կյանքի և դառը մահուդեմ Տարիներ կսահեն Ախ կմեռնեն երազները բոլոր Քո անունը